վերջին հարցը, այո, Զեյնալի դեպքին, այստեղ անկեղծ ասած առնվազն հակասական և անտրամաբանական գործելակերպ եմ տեսնում, վկայակոչված պայմանավորվածությունները ըստ էության առնչվում էին 2000-ական թվականներին, 2006-2017 կամ 2014, եթե կան 2007, եթե նման իրական պարտավորվածություններ կային, որոնք կաշկանդում են կողմերին, այդ թվում հայկական կողմին, ի սկզբանե նման հետախուզում չպետք է հայտարարվեր, ի կատարումը ձեռք բերված պայմանավորվածությունների, իսկ եթե դրանք կատարվել են, ուրեմն ավելի բարձր արժեքի խնդիր է եղել և Հայաստանը պետք է կարողանար հետևողական մոտեցում ցուցաբերել իր գործողության առնչությամբ։ Մենք սա ավելի գնահատում ենք հենց ներկա քաղաքական պրոցեսների կոնտեքստում, երբ Հայաստանը հրաժարվում է միջպետական գործերից, հրաժարվում է, ցանկանում է հրաժարվել ապագայում նոր հայցեր ներկայացնելուց, հրաժարվում է միջազգայինորեն բարձրաձայնել ադրբեջանցի հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, հրաժարվում է անգամ բարձրաձայնել անհատական քրեական պատասխանատվության հարցը։ Այսինքն մենք այստեղ ունենք հրաժարումներ, թե զոհերին պաշտպանելուց, թե իրավունքներից, որի նպատակը չզայրացնել, չանհանգստացնել Ադրբեջանի իշխանություններին այն ակնկալիքով, որ նրանք կգտնվեն կառուցողական և կստորագրեն խաղաղությանն առնչվող ինչ-որ փաստաթղթեր։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դրամների է։ Շնորհակալություն։ Հավելեմ, որ միջազգային իրավունքը պահանջում է յուրաքանչյուր պետության ապահովել պատերազմական հանցագործություն կատարած անձի պատժելիությունը և անգամ դրա համար ներդրել համընդհանուր իրավազորությունը, իսկ այստեղ Հայաստանի կապը այդ հանցագործությունների հետ շատ ավելի ուղղակի է, որովհետև տուժած անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, էթնիկ հայեր են և նաև կատարվել է նաև Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, Հայաստանը ունի հստակ հիմքեր այդ հանցագործությունները բացահայտելու և նաև գտնվում է իրավական պարտականության ներքո։